Любой բացի падլեցից։ Իշխանություն չկա, բացառված է դա։ Вообще չեմ մասնակցելու ընտրությանը։ Սրանք խաբեբասուտասաններ են։ Բացի Նիկոլից ով ուզում է լինի։ Համապետական ընտրություններին ում որ ուժին կաջակցեք։ Любой բացի падլեցից։ Փաշինյանին։ Ինչու՞։ Որովհետև դրա պես խաբեբա ու կերդոտ մարդ չկա։ Ոչ մեկին։ Ոչ մեկից լավ բան չենք տեսնում։ Մեզ մի հատ լավ վարչապետ է պետք։ Գիտակից, ժողովրդի մասին մտածող, ոչ թե միայն իրանց գրպանների մասին։ Ում եք աջակցելու որ ուժին։ Ովից դուր եկավ։ Ովքեր որ արդար են եղել։ Իհարկե ուժեղ Հայաստանն է։ Նրանք շատ լավ կազմակերպված են, ամեն ինչ հասկանում են, տնտեսություն գիտեն, քաղաքականություն գիտեն։ Լավ ուժ են, ուժեղ ուժ են։ Եթե ինձ մի բառ ես իմ մեջ պահեմ։ Բայց ընդդիմություն թե իշխանություն։ Չեմ կարող ասեմ, բայց ես իմ ընտրությունը կատարել եմ։ Ես աշ ձեռաբար մի բան անում, թող ձախը չիմանա։ Միայն թե ներկայիս իշխանությունը չլինի։ Իշխանություն չկա, բացառված է դա։ Սամվել Կարապետյանի հարցով մի քիչ կասկածներ առաջացան, դատելով էս վերջին լսած բաներից, որ Իսրայելից ինչ-որ գեներալ ինչ-որ կասկածների տեղիք է տալիս, մտածել է պետք։ Դեռ հլա շատ բան չգիտենք, բայց դեռ ես էլ չեմ կողմնորոշվում։ Բայց իշխանության մասին խոսք չկա, լսել չեմ ուզում։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չեմ կարող ասեմ։ Համեն եմ ուզում, չգիտեմ։ Գործող իշխանության աջակցելու եք։ Դժվար։ Չգիտեմ դեռ։ Հալակը որոշենք էլ էլ տենանք ոնց կտասավորվի քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյան չէ։ Երևի Սամվել Կարապետյան։ Ռոբերտ Քոչարյան բոլորովին չէ։ Չգիտեմ, տենց եմ մտածում։ Եկը որոշենք։ Վերջին որոշենք։ Ճիշտ ասած դեռ այդ ուղղությամբ չեմ մտածել, որ ասեմ ոչ մեկին, вообще չեմ մասնակցելու ընտրությանը։ Բացի Նիկոլից ով ուզում է լինի։ Բոլոր այն ուժերին, ովքեր չեն համակրում ռուսամետ ուժերին։ Եվրոպական ուղղություն եւ արևմտյան ուղղություն։ Այդ ուժերին, ովքեր որ աջակցում են այդ ուղղությանը, մենակ դրանց։ Արամ Սարգսյան համակրում եմ շատ։ Ոչ մեկին։ Վայ, տո սաղել չլնեն։ Այդ գաղտնիք է Ազիզ ջան։ Ես չկամ այդ քաղաքականության մեջ կներեք։ Իսկ ով արդար է։ Չեմ ասի ձեզի։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չեմ ասի։ Ընդդիմություն։ Քոչարյան։ Ամենից լավ հույսերը կապում են նրանց հետ։ Այս կառավարությանը չեմ աջակցում։ Սրանք խաբեբասուտասաններ են։ Բայց դե ումը կաջակցեմ, ես էդի պահեմ իմ մեջ։ Ամենալավ տղերքին։ Բայց ինչ վերաբերում է այս սուտասաններին, այս կառավարությանը, սրանց ոչ մեկին պետք չի իմացար դավերի անել, որտեղ մեր երկիրը կտանեն կործանման։ Լավ ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, ես իր հոգուն մեռնեմ, շատ լավ տղա է, գերազանց տղա է, այս երկիրը ինքը կարա միայն հանի ճգնաժամից։ Կարեր Կարապետյանին։ Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարերը չկա։ Չէ։ Սամվել Կարապետյանին։ Ոչ մեկին։ Մեր խապված ազգը, ես զարմանում եմ, որ հələ դեռ շարունակում են հավատալ։ Ոչ մեկին, կորցրել ենք հավատներս։ Դա Աստված որ լավ մարդ լինի։ Հլա ժամանակը չի։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չէ, լա, ես պետք է որոշեմ։ Ընդդիմության ուրիշ կուսակցություն եմ ընտրել, շնորհապետական կուսակցություն, Գուրգեն Սիմոնյանի։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չեմ անում ոչ մեկին։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ հետաքրքրվում, բայց ամեն դեպքում երևի Սամվել Կարապետյան։ Ոչ մեկին էլ չեմ հավատում, ճիշտ ասած։ Բայց ընդդիմություն թե իշխանություն։ Չէ, ընդդիմություն։ А я еще не думала։ Հələ որ հայտնի չի։ Ընտրությունները կգան, որ ես այն ժամանակ ընտրեմ։ Իշխանություն հաստատ չէ։ Ոչ մեկին, բացարձակ։ Չեմ կողմնորոշվել, չգիտեմ։ Հայաստան դաշինքի։ Սամվել Կարապետյանին։ Ոչ մեկին։ Չեմ մասնակցել։ Դե ընդհանրապես դա գաղտնիք է։ Ես ինչքան մտածում եմ իմ կարճ խելքով միակ ճիշտ ծրագիրը ու որ կարող են իրանց ծրագիրը իրականացնել դա Սասնա ծռերն են, Բևերը։
Վարուժան Ավետիսյան, Արա Պապյան, Չուքազյան եւ այլն եմ սեփիլա։ Ես ինձ դայա գրավում մնացածը այդ սուտ ինդիմադիրները, նախնիները, ներկայի մասին չեմ խոսում։ Հա։ Իմ կարծիքով դայա։ Բայց դե հլա կերևա էլի ժամանակին։ Դժվարանում եմ, դեռևս դժվարանում եմ։ Չեմ ասի, բայց կմասնակցեմ։ Երևի քաղաքացիական պայմանագրեր։ Չեմ կարա հիմա ասել։ Ինչու։ Չեմ կենտրոնացել, ես գիտեմ վերջում ումը կընտրեմ։ Նիկոլ Փաշինյանը։ Չենք տեսնում ոչ ոքի։ Դժբախտ երկրում ապրում ենք։ Երևի թե ընդդիմություն։ Վերջին որոշել ամենայն դեպս ոչ Կարապետյանը, ոչ Փաշինյանը։ Կառավարությանը։ Ես բանի Սամվել Կարապետյանը։ Դեռևս ոչ մեկն։ Դե ոչ մեկն էլ չեմ ուզում։ Ինչու։ Որովհետեւ ոչ մեկը ոչ բանի պետք չէ։